Այսօր մեզ է միացել Շվեյցարիայի հայկական եւ հայամետ կազմակերպությունների խորհրդի նախագահ Սարգիս Շահինյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ, Նվեր։ Բարով եք եկել Երևան։ Շնորհակալություն։ Գասեք, Սփյուռքում հայկական ընտրությունների հանդեպ կա այն հետաքրքրությունը, ինչ կա Հայաստանում։ Նույնիսկ ավել, որովհետև մարդիկ արդեն հասկացել են, թե ընդհանրապես գրվախնդրը ինչ է եւ իհարկե մի կողմից այդ ցանկությունը գա, որ խնդիրները փոխվին եւ փոխվին իհարկե նպաստ թե Հայաստանի, թե Արցախի հայերի նպաստ, մյուս կողմից կան անձնավորություններ, որոնք դեսնում են այդ հնարավորությունը փոփոխման, չդեսնելով սակայն փուն վտանգները եւ փուն վտանգները մագերեսությունն է։ Մագերեսությունը, որ դեսնվեցավ ամսուն 4-ին եւ 5-ին կակատնաժողովների եւ երկկողմանի, այսպես Եվրոպական միության, Հայաստանի հարաբերությունների, ինչ որ բանի չդարավ, որևէ մի խորը հասկացողության եւ դարբերության չդարավ։ Իսկ ինչի կարող էր դառնալ։ Ինչի կարող էր վերածվել։ Կարող էր վերածվել իսկական հարաբերությունների համացայնակրերի ստորագրման, բայց միայն հուշակիրներ ստորագրվեցին եւ բանը մնաց, խնդիրը մնաց ոչ գադարալակորձված, այլ միայն եւ միայն իննբաստ ցուցաբերական մագարտագի, ինչ որ գուցե ընդրաշրջանի նպաստեց, բայց չնպաստեց իսկական կորձին։ Եվ խնդրահարույց է ամեն ինչը, եթե տեսնանք փուն նպատակները։ Գործ ասելով ինչ նկատի ունեք։ Ինչ գործի պետք է նպաստեր, որը ուզում է իրապես Եվրոպան, որ Հայաստանը։ Դուք այդ շարքում դիտում եք նաև Մակրոնի պաշտոնական այցը, որի դա մի մասն է, բայց քաղաքական խորհրդի, Եվրոպական քաղաքական խորհրդի կակատնաժողովը ուներ կարող էր ունենալ իմաստ, եթե նաև հայերի եւ արցախահայերի իրավունքները ընդհանրապես շոշափվեին եւ չշոշափվեցան։ Դա դարձավ միայն երևակայական մագարտակի վրա մի բանացև եւ այսպես ասենք բանավեճ, որը սակայն չընդգրկեց որևէ ցևով հայերի իրավունքների։ Եվ սա բան խնդիր է, խնդրահարույց խնդիր է, մանավանդ այս տեսակ ճգնաժամային ժամանակ։ Շատ բարի, դուք դա որ ասում եք, նկատի ունեք, որ մեր հիմնական արտաքին ակնկալիքը պետք է լինի այդ կողմից։ Մեր արտաքին ակնկալիքը պետք է լինի մեր կողմից։ Մեր կողմից ընդունեցինք դա, բայց Հայաստանը մեկուսի երկիր չէ, շփվում է աշխարհի հետ եւ հենց է դա։ Հիմա ումից պետք է սպասեր, Ռուսաստանից պիտի սպասեր եւ չգավ, հա, 44 օրվա պատերազմի ադեն ընդհանրակը այդ օժանդակությունը, որ սպասվում էր, չգավ։ Մինակ էինք, մերգացանք։ Բայց եթե մենք կարծում ենք, որ դա Եվրոպայից պիտի գա, կամ Ամերիկայից պիտի գա, մենք չարաչար սխալվում ենք։ Համաձայն եմ, մենք պետք է ներսում ունենանք այդ ամրությունը, մինչև։ Որևէ մեկը չի պատրաստվում քալու եւ մեզ օգնելու։ Այդ նույն տրիպի պատմությունը, որ ընդհանրապես ցուցաբերվում է, ոնց որ իբր թե դա պիտի լինի մեր եւ մեր հարևանների միջև խաղաղության հնարավորություն չի կարող լինել։ Ոչ չի կարող լինել, կարող է լինել, բայց եւ պիտի լինի դարձի նման, բայց ուղղակի մեզ պիտի քերիացնի, այսինքն մենք քերին պիտի դառնանք մի բանի, ինչից մենք սպասելի չենք կրնար ունենալ, եթե մենք նստի եւ գարտա
տրիպի շահագործման հնարավորության այս փաստաթուղթը Հայաստանին որևէ մի նպաստավոր արդյունք չի սպասվում, որովհետև հարաբերությունները, որոնք պիտի ստեղծվին, բարձրապես Ադրբեջանի եւ Թուրքիո միջև է։ Եվ անցողիկ այդ հնարավորությունը 42 կիլոմետրի անցումը մեղրի դա որևէ մի բան չի պիտի կարողանա բերել դրական Հայաստանի։ Կարող է բերել խաղաղություն, բայց ոչ, այսպես ասած, գառուցողական շնիչ մի հնարավորություն Հայաստանի տնտեսության զարգացման համար։ Այսինքն տրիպը Հայաստանի ապաշրջափակման ծրագիր չէ։ Բացարձակապես։ Բայց ինչ գործ ունեն այդ ծրագրում ամերիկացիները։ Որովհետև իրենք հրակրկրված են, որբեսի թուրքերը կարողանան այդ համաձայնագրի միջոցով որոշ բաների հասնին, որոշ հաջողությունների հասնին։ Ամերիկացին պիտի կարողանա իրեն ուզած ձևով ընդգրկե որևէ մեկումը, որը իրեն կորձերը կարողանա լուծել։ Օրինակի համար ինքը կարող է այդ 74%-ը, որ առաջին 49 տարվան համար նախադեսած է, ինքը ընդլայնացնե այլ երկիրների, բայց իրեն ուզած երկիրների կարող է ընդլայնացնել։ Բարձր է, որ դա պետք է համաձայնված լինի Հայաստանի հետ, բայց նայած ինչ տեսակ վարչախումբ է լինելու։ Հիմա օրինակի համար, եթե 7 հունիսին քվեարկությունները այդ տեսակ ելագեդի հասնին, որ այդ վարչախումբը, որ պիտի ընդրվի, իրենց ուզած վարչախումբը չի, ես չգիտեմ տրիպը ինչ տեսակ հաջողության կգնա հասնել։ Ըստ ձեզ, այսինքն դուք յետանդրում եք կարող է իշխանության գալ այնպիսի ուժ, որը մերժի այդ համաձայնագիրը Վաշինգտոնյան։ Շատ ցածկեցիք, որովհետև գրնալալ թարսի նման, որ ընդդիմությունը այս ներկա վարչախումբի համաձայն լինի տրիպի հետ։ Բայց ես ասում եմ, որ այդ տրիպի շահագործման փաստաթուղթը պետք է լավ գարտացվի առաջին հերթին, որովհետև նպաստավոր չի հայերի զարգացման նպաստավոր չի։ Ես կարծացել եմ այդ փաստաթուղթը, ուզում եմ հասկանալ ձեր պեսիմիզմը որտեղից է գալիս։ Որևէ մի զարգացման հնարավորություն չի գա Հայաստանի համար։ Երբ Վրաստանի կոմունիկացիաները աշխատում են բոլոր ուղղությամբ, Վրաստանին այդտեղից որևէ ոչ չունի Վրաստանը։ Ոչ, որովհետև երասք չի հասնելու այդ տրիպի պատմությունը։ Դա արալխը պիտի հասնի ու վերջ։ Այսինքն այդ հնարավորությունը չի պիտի լա, որ նաև հարավ-հյուսիս հարաբերությունները կարողանան զարգանալ։ Ինչ որ շատ կարևոր պիտի լա։ Հարգելի Սարգիս, ձեր ասացի տրամաբանությամբ ես հասկացա, որ Թուրքիան կամ Ադրբեջանը կարողացել են Թրամփին այնպես համոզել, որ մեզ կապող ճանապարհ է պետք, արի կլինի դու այդ ճանապարհի միջնորդը դարձիր։ Եվ նրա միջոցով ուղղակի Հայաստանի եւ Ադրբեջանի եւ Թուրքիո միջև խաղաղության աջակցիր։ Բայց հոնգ վերջանա խնդիրը։ Ամերիկան այլ որևէ շահ չունի։ Ամերիկյան կազմակերպությունը, որը շահագործելու է տրիպը, ինչպես գրված է։ Այդ կազմակերպությունը որևէ շահ չի հետապնդում։ Ինքը շատ մեծ շահ ունենա։ Էներգետիկ հարաբերությունները զարգացնելու համար, մարդկանց փոխանցումները, ռազմական փոխանցումները, ռազմամթերքի իրերը, դնդեսական իրերը, բայց դա մի փոխանցում է Ադրբեջանի եւ Նախիջևանի եւ Թուրքիո միջև Հայաստան, ես չգիտեմ ինչ պիտի մնա ընդհանրապես։ Դե տրիպը միայն Ադրբեջանն ու Թուրքիան, տրիպով միայն Ադրբեջանն ու Թուրքիան չեն շահագրգռված։ Այլ Ռուսաստանը ցանկանում է մասնաբաժին ունենալ։ Միջինասիական երկրները հետաքրքրված են տրիպով։ Դուք սահմանափակում եք միայն Նախիջևան, Թուրքիա, Ադրբեջան կապով, բայց իրականում այդպես չէ, չէ՞։ Կարդալ պետք է
հոն կարող է որ այս վարգյանից Ռուսիո թերը մանավանդ ինչ որ գվերապերի իրեն բادرազմական թիրքի հիման վրա Ուկրաինո ինքը արդյոք կրնա ընդհանրապես հդակրկություն ինքը գրնա հդակրկություն ունենալ բայց ամերիկան է որոշողը հիմա ամերիկան գրնա ընդհանրապես ռուսին գրնա ընդգրկել եթե Ռուսիան իրեն բادرազմական թիրքը վերջացնե Ուկրաինո հետ եթե դա չլինի դա ինչպես կսեն փանակցության հնարավորության բան է ամերիկայի համար բայց ոչ Հայաստանի համար լավ մեր թրիպի պատմությունը հասել է այստեղ դուք հետական ինչպես եք պատկերացնում այդ դեպքում հո դա ես կրիստալ գունտը չունեմ որովհետեւ կարողանամ հասկանալ ինձ ցանկացածս Իրանյան պատերազմը արդեն միջամտել է Իրանյան պատերազմը որոշակի մթնոլորտ ստեղծել է թրիպի շուրջ Շատերը խոսում են, որ եթե այդ պատերազմը այլ ուղղությամբ ընթանա, կարող էր եւ Կովկասի համար ռիսկեր ծնվեն այստեղ։ Ուկրաինայում Ռուսաստանը չի կարողանում հասնել հանգուցալուծման։ Դա էլ ըստ ձեր նշածի կարող է էլի Կովկասյան վտանգների եւ ռիսկերի բերել։ Հիմա այդ դեպքում մենք ինչպես պետք է կողմնորոշվենք այստեղ։ Դուք երևակայեցեք, որ Ամերիկան ուղղակի ունի լծագը թրիպի միջոցով Բարսկաստանի հանդեպ մի երկիր Ամերիկան, որը Բարսկաստանը ընդհանրապես էական պատճառներով չի գտնար ընդունել իրեն սահմանի վրա։ Դուք կրնակ երևակայել, որ եթե թրիպը իրականանա, բարսիկները իրենց ցերկերնին զալլած մնացած լինեն։ Արդեն հիմա որոշ ուշադրությամբ նայում են Զանգելանի եւ Ֆիզուլիի օդանավակայաններու, որոնք իհարկե շահագործվում են Իսրայելի կողմից։ Հիմա եթե թրիպը իրականանա, բարձր որ հոն խդակրկրություն ունեցողները նաեւ իսրայելցիներն են։ Թրիպը։ Իհարկե, որովհետեւ իրենց լծագը իրենք պիտի ուզենան կորզածել մանավանդ ինչ որ գվերապերի Ադրբեջանի միջև եղած իրերի փոխանցումների մեջ եւ ռազմական փոխանցումների մեջ հիմա ես ինչպես կարողանամ ընդհանրապես հասկանալ որ բարսիկների թուրս թողած լինելը ընդհանրապես իրենց կարողանա հդակրկրել իհարկե որ մեծ դժվարությամբ պիտի մատնվին բարսիկները եւ հայերը ունենալով հայերը եւ բարսիկները ուզեն չուզեն շատ նեղ գաբակցություն եւ հդակրկրություն իրենց հարաբերությունները լավ բահելու համար